Ինչպես քնած մնաց եւ իր տան մոտ տեղի ունեցող վեճ ու կռվին, կրակոցներին ու սպանությանը մասնակից չդարձավ զինված ուժերի գնդապետ, Ղարաբաղյան պատերազմում կռված Գարեգին Նժդեհ Մարշալ Բաղրամյան, մայրական երախտագիտություն, մարտական ծառայություն մեդալներով պարգևատրված եւ մարտական խաչ 2-րդ աշճանի եւ երկրապահների բարձրագույն պարգևի սպարապետ Վազգեն Սարգսյանի շքանշանակիր Սուրիկ Խաչատրյանը։ Այս հարցին Խաչատրյանի կինը պարզ պատասխան ունի. ամուսինը կրակոցներից չի արթնացել, ինքն էլ չի ցանկացել խանգարել նրա քունը։ Սուրիկ Խաչատրյանի կուսակիցներն ու նախկին գործընկեր պատգամավորները Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում գնահատեցին Գորիսյան դեպքերի այդ դրվագը։ Դա ցավալի դիմիջոց դեպք է կատարվել։ Իրոք որ դա պետք է շատ զուտ չափի մեջ, որտեղ կորուստ է եղել։ Դա հաճելի դեպք չէ ոչ մի կողմի համար։ Դրա համար բոլորը պետք է համբերատար սպասեք, կան վկաներ, կան ներկաներ, կան դժողներ, կան մահացածներ, ընտանիքներ, որ համապատասխան իրավապահ մարմինները ինստինկտիվ քննությունը կատարվեն եւ մեղադրելները պարտադիր պետք է բացեն, որ տվյալ դեպք չկատարվի։ Ես հերաս բացող չեմ, ես ինչ իմանամ։ Ես կասկածում եմ ամեն ինչի վրա ինչ որ չեմ տեսել։ Իսկ տան տղամարդուն ի վերջո ինչու չարթնացրեցին։ Ներկա մարդիկ չէին պատկերացնում, որ հարցը ինչ որ լուրջ լուծում կստանա, եւ որքան ինձ հայտնի է, այդ ժամանակ Տիկին Լորետան երբ որ մոտիկանում է հարցին քաղաքակիրթ լուծում տալու նպատակով հրավիրում է, եթե չեմ սխալվում, մամուլից եմ ծանոթ, Ավետիքին իրենց տուն, վաղը գան նախաճաշեն, միասին գնան, արեն այդպիսով այդ ամեն ինչը վերջանում։ Բելաջո ռեստորանի սեփականատիրոջը հարցրի, եթե իր տան մոտ կրակեին, քնած լիներ, կարթնանար ձայնից։ Կարծում եմ կարթնանամ, բայց դուք չեք կարող ասեք, ես չգիտեմ այդ մարդու տան մեծությունը ինչ է, ես իմ բնակարանը փոքր բնակարան է, բայց այդ մարդը շրջանում ապրում, կարող է քանի հարկանի տուն ունի, ես չգիտեմ որ հարկում է քնած։ Հանրապետական Համլետ Հարությունյանը ցավում է Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կատարված ողբերգության համար։ Ցանկալի չէ, որպեսզի մեր կուսակցության անդամի հետ, ցանկացած անդամի հետ որևիցե այդպիսի աղմուկահարուստ դեպք կապված լինի։ Համլետ Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի որևէ անօրինական արարքից տեղյակ չէր։ Նույնիսկ զարմացավ, որ անմեղ մարդուն հասարակությունը մեղքեր է վերագրում։ Ինչ օրինակ մարդու, որ անպատժելի է, օրինակ, եթե որևիցե բան արած լիներ եւ անպատիժ մնար, ես չգիտեմ։ Դուք տեսել եք այդ կադրերը, որտեղ ինքը հարվածում է կնոջը։ Սուրիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին վերագրվող անօրինականություններից տեղյակ չէր նաև Բելաջո ռեստորանի սեփականատերը։ Ես կոնկրետ ճանաչում եմ, մարզպետին բավականին լավ նորմալ հարաբերություններ ունեմ իր հետ, բավականին պարկեշտ տպավորություն այդ մարդը միշտ իմ վրա թողել եւ նորմալ վերաբերում եմ իր վրա, թե կոնկրետ այս տվյալ դեպքում ինչ ա եղել, ոնց ա եղել, ես մեկնաբանություններ երևի չեմ։